Օգոստոսի 11-ին ոստիկանության աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ աշտարակի Տիգրան Մեծի փողոցում գտնվող շուկայի հետնամասի ավտոտնակում թմրանյութ են օգտագործում։ Օպերատիվ խումբն անհապաղ նշված հասցե մեկնեց։ Ամեն բան այնպես էր, ինչպես նկարագրել էին։ Ավտոտնակում երիտասարդներ կային խմբված սեղանի վրա փաթեթների մեջ, կանեփանման չորացված զանգվածներ, 2 կաթուցիչ, 0.5 լիտր տարողությամբ 2 ական պլաստմասե տարա։ Ոստիկանները նշված հասցեից ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել աշտարակի բնակիչներ Ավետիս Իսկանդարյանին, Գևորգ Կավոյանին, Արտյոմ Թումասյանին, Հարություն Կարապետյանին եւ Գոգավան գյուղի բնակիչ Մարտիրոս Մելիքյանին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Ավետիս Իսկանդարյանը տվել է խոստովանական բացատրություն, որ հայտնաբերված թմրանյութն իրենն է ձեռք է բերել Օշական գյուղում իր տատի տնամերձ հողամասից։ Ինքն է օգտագործում, իսկ այդ օրը հյուրասիրել է նաեւ Արտյոմ Թումասյանին։ Մարիխուանա է բերե ծխեի, ընկերներից պետք է հյուրասիրեի, անել ոստիկանության աշխատակիցները եկան բռնեցին։ Իսկ թե Իսկանդարյանից եւ Թումասյանից բացի մյուսներն ինչ էին անում ավտոտնակում, քննությամբ կպարզվի։ Հայտնաբերվածն առգրավվել է, նշանակվել են փորձաքննություններ, կատարվում է քննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը։ Բացահայտվել է կողոպուտի 5, գողության 15, խարդախության 4, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ որսագողության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Օգոստոսի 8-ից 14-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երկրորդ սպայական գումարտակի ծառայողների կողմից մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 145 տրանսպորտային միջոց, որից 140-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 11 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 42 վարորդի ժամկետնած ապա պայմանագրով երթևեկելու եւ այլ խախտումների համար։ Օգոստոսի 8-ից 14-ը Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 տրանսպորտային միջոց, որից մեկի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերեզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորում, 117-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 89 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու եւ այլ խախտումների համար։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախների լարած որոգայթից։ Համացանցում շրջանառվում է տեղեկություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը եւ որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8500 Հայաստանի Հանրապետության դրամ։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը եւ համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը եւ դիտարկչի հավելումները կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։ Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն կամ զանգահարել 011 56 27 18 010 59 67 33 հեռախոսահամարներով։
Կապեք ամրագոտիները, պահպանեք ձեզ ձեր սիրելիների համար։ 50 կմ ժամարագության բախումը նույնն է, ինչ անկումը 5-րդ հարկից։